Լայն բռնվածքով։ Վստահ, ամենակարևորը։ Ու վստահ, կանգնիր, ապրես, շքեղես։ Առաջին մոտեցումը հաջող է Ռաֆիկ Հարությունյանի 150 կիլոգրամանոց սանրածողը։ Պահում է գլխավերևում, պահիր Ռաֆիկ, ապրես, գերազանցես։ Շատ շքեղ ես այսօր աշխատում Ռաֆիկ Հարությունյանը, 155 կիլոգրամը։ Ռաֆիկ, կանգնիր, ապրես, գեցես։ Չափազանց լավ է աշխատում Ռաֆիկ Հարությունյանը։ Որքան շքեղ տեսք ունի նա այսօր, 158 կիլոգրամով, նա է հիմա թելադրում պայքարը, նա վարժության առաջատարն է, Օսկար Ռեյեսը 159 պատվիրեց երրորդ մոտեցման համար, ընդամենը 2 կիլոգրամանոց քայլ, 185 կիլոգրամ է ծանրաձողին, նա նախորդ տարի 182-ից սկսեց, իսկ չեմպիոնական տարում, ասել է թե 2022-ին, 194 հրեց, այնպես որ քեզ տեսնենք, ուժեղ տղա։ Այո։ Անգնեց, ապրես։ Ու նույն տրամաբանության վերևում պահել ապրես, գերազանց է, կեցես Հարությունյան, ու պայքարը նոր ուժով է բորբոքվում, ընդմեջ հաջողված մոտեցում է կատարել Հարությունյանը, և գալիս է 5-րդ մոտեցմանը Եվրոպայի այս առաջնությունում, Աստված քեզ հետ, բոլորս քեզ հետ ենք, շատ կարևոր մոտեցում է, այս մոտեցումից շատ բան է կախված։ Եվս մեկ անգամ հիշեցնում եմ, 3 տարի առաջ նա 194 է հրել։ Ասվարկյան։ Ու գնաց Ռաֆիկ, ոչ։ Ոչ, մեկ մոտեցում։ Այս պահի դրությամբ Հարությունյանը Եվրոպայի փոխչեմպիոնի, առնվազն փոխչեմպիոնի կոչումն ունի։ 192 կիլոգրամ է ծանրածողին, Ռաֆիկ Հարությունյան, Հայաստան։ Հրում վարժության երրորդ մոտեցում։ Այո։ Կանգնիր, ապրես, վերևում Ռաֆիկ, ու պահել, ոչ, ապսոս, շատ ապսոս չստացվեց,